Եվ Թուրքի առաջ եղել է այդ նպատակը, մաքրել այդ տարածքը մաքրել։ Կար գաղափար, որ ամրոց պետություն պետք է ստեղծել ու այդ ամրոցի հիմքը պետք է Արևմտյան Հայաստանը լինել։ Այս ժողովուրդը անհաղթահարելի հայրենիքի զգացում ունի։ Մեր զենքը չի կարողանում իրանց սպայել, իրանք հետ են գալիս, ասում են ուզում են գնանք մեր ավիրված գյուղերը։ Այն որ թուրքը դահիճ է, սա քննարկման ենթակա չի։ Տղա ջան, քանի դեռ դու չես կարող հաղթել, լռելը իմաստություն է։ Աստված օգնական Սրբազան։ Աստված պահապան։ Այսօր այն թեման, որի մասին մենք պետք է զրուցենք, ցեղասպանությունն է, ու երբ որ առաջարկ եղավ այս առաջի ոդկասթին իմ մասնակցությանը, ես մտածեցի, որ երևի այն թեմայից պետք է առաջարկեմ, որով զբաղվում եմ մասնագիտորեն եւ որից քիչ թե շատ ինչ որ պատկերացումներ ունեմ, եւ քանի որ ցեղասպանությունը շատ լայն մեծ թեմա է, ես կուզենայի առաջարկեի այսօր մենք խոսենք մարդկային ընտրության մասին, հասարակությունը եւ առանցին մարդիկ ինչ ընտրություն են կատարում ցեղասպանությունների ժամանակ, որտեղ մեծ հաշվով զոհ հասարակության յուրաքանչյուր ներկայացուցիչ ցեղասպանության ժամանակ ունի ընդամենը 3 ընտրություն։ Առաջին ընտրությունը, որ նաև հայոց ցեղասպանության ժամանակ կար, բայց թվով շատ բավականին քիչ էր, այլ ցեղասպանությունների պարագայում է կան ավելի շատ են, դա երբ որ զոհը ընտրում է ոչրագործին սիրաշահելու եւ ոչրագործի հետ համագործակցելու ճանապարհը։ Մեր դեպքում էլ են եղել եւ մենք գիտենք, որ օրինակ Նեմեսիս գործողության ժամանակ կամ Նեմեսիս գործողության մասնակիցներ եւ Արշավիր Շիրակյանը եւ Սողոմոն Թելերյանը սպանել են ոչ միայն թուրք ոչրագործերին, այլ նաեւ հայ դավաճաններին։ Սա այդ փոքր այդ խումբն է, որը կա բոլոր ցեղասպանությունների ժամանակ։ Երկրորդ խումբը, որ ամենամեծն է թերևս, դա այն մարդիկ են, ովքեր ինչ-ինչ պատճառներով, ինչ-ինչ, չգիտեմ, սեփական հաշվարկներով կամ իրավիճակի բերումով հանձնվում են ճակատագրին, հանձնվում են, չգիտեմ, դեպքերի զարգացմանը եւ հրեական մի ասացված կա, բայց մենք ենք օգտագործում, որ գառների նման գնում են սպանդանոց։ Սա ամենամեծ խումբն է, բոլոր ցեղասպանությունների ժամանակ ամենամեծ խումբն էր, եւ մեր պարագայում նույնպես։ Եվ երրորդ խումբը կա, երբ որ կան մարդկանց մի խումբ, որոնք որոշում են, որ դիմադրեն, հույս ունենալով, որ կփրկվեն, կամ անհույս, ընդամենը մի հույս ունենալով, որ իրենք ընտրեն որտեղ, ոնց եւ ինչպես կմեռնեն։ Դա գիտակցված որոշում է ու այդ էլ տարբեր ցեղասպանություններում մենք ունենք տարբեր թվեր։ Օրինակ հոլոկոստի պարագայում ընդամենը մեծ մեկ ապստամբություն ունենք Վարշավայի գետոյի այսպես ելույթն է եւ հատուկեն տարբեր գետնորեն փոքրիկ բաներ, բայց հայոց ցեղասպանության պարագայում ինքը անհամաչափ մեծ է, երբ որ համեմատում ենք մյուսների հետ, Մուսալերը, Վանը մենք գիտենք որպես հաջողված դեպքեր, բայց իհարկե կան Շապին Կարայիսարը, Ուրֆան, այլ տեղեր, Այնթափը, Շատախը, որտեղ միտեղ հաջողված, մյուստեղ անհաջող, բայց այն ամենայնիվ մարդիկ չեն համաձայնվի այն ճակատագրին կամ այդ դեպքերի զարգացմանը, որ իրենց սպասում է։ Ես կուզենայի այդ 3 խմբերը քննարկեինք։ Նրանք, ովքեր համաձայնվեցին եւ չդիմադրեցին, նրանք, ովքեր կազմակերպեցին ինքնապաշտպանություն եւ փորձեցին իրենց ճակատագիրը վերջնաշտով իրենց ձեռքը վերցնեն, եւ նրանք, ովքեր փորձեցին սիրաշահել ոչրագործին եւ այն մարդիկ, ովքեր մենք անվանում ենք համագործակցողներ կամ դավաճաններ։ Կուզենայի ձեր մտքերը այս 3 խմբերի մասին լսել։ Լսենք, որ խումբն եք քննարկում։ Դուք ընտրեք, որից սկսենք։ Ինձ համար ամենաբնորոշ օրինակ, եթե խոսում ենք հայոց ցեղասպանության մասին, այդ 3 խմբերից որը դուք առանց կուզենայի որի վրա շեշտադրում դնեիք։ Դե խորքի մեջ այդ ձեր ասած ամենամեծ զանգվածը իրապես մեր ցեղասպանության դեպքում էլ է ամենամեծ, բայց դա շատ բնական է, այդտեղ որևիցե բան չկա մտածելու, որովհետև դա խոսքը գնում է խաղաղ բնակչության մասին։ Խաղաղ բնակչությունից ակնկալել ինչ-որ դիմադրություն, շարժում, ընդվզում, ապստամբություն, հեղափոխություն եւ այլն ոչ մի դեպքում հասկանալի չի։ Եթե դու ունենայիր ոչ թե խաղաղ բնակչություն, այլ ունենայիր ռազմականացված ինչ-որ ազգ, հա, ինչպես ասենք Թալիբաններն են։ Չէ՞, Թալիբան չկա խաղաղ Աֆղանստանը չունի խաղաղ բնակչություն։
Դրա համար է բոլոր կայսրությունները գալիս ու բախվում են Բրիտանիայից սկսած Խորհրդայինով։ Թալիբանը խաղաղ բնակչություն չունի, չկա։ Գոյություն չունի։ Հիմա բայց հայերի պարագային, հрьяաների պարագային այդ ժողովրդի ճնշող մեծամասնությունը ինքը խաղաղ բնակչություն է, որը իր մտքում չունի էլ այն հնարավորությունը, որ ինքը պետք է պաշտպանի իրեն, որովհետև ինքը պաշտպանված պետք է լինի պետական մեքենայով։ Եվ հանկարծ այդ նույն պետական մեքենան, որը քեզ պետք է պաշտպանի, ինքը պետական մեքենան սկսում է քեզ ոչնչացնել։ Ինչ է մնում քեզ անելու։ Ձեր ասած երկուսը ավելի սիրաշահել, փորձել մնալ կամ գնալ եւ զոհվել։ Հիմա հայերի պարագային այդ զոհվելը այդքան էլ գառների ընթացքի նման չի եղել։ Ես մերժում եմ այդ մոտեցումը։ Համաձայն եմ։ Ես ասում եմ, որ այդ մարդիկ հզոր մարդիկ են եղել մեծամասնությունը։ Որովհետև իրենց առջև այլընտրանք կար, իրենք չպիտի մորթվեին այսպես թե այնպես։ Իրենց առջև այլընտրանք կար։ Ուրանային հայությունը կապրեին։ Դառնային իսլամադավան, ուրեմն իրանք այդքան է գար չէին։ Իրենք չուրացան։ Մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը չուրացավ։ Իր հավատքը եւ իր ինքնությունը։ Հիմա հավատքը սահմանա այդ մարդիկ էլ մեզ նման քրիստոնյա էին, այսօրվա քրիստոնյաների նման էին քրիստոնյա, եկեղեցի էին հաճախում երևի, ոչ էլ ավելի շատ էին հաճախում իհարկե, հա։ Հա, բայց այսինքն նույն հայերն էին, ինչ որ մենք այսօր։ Բայց երբ որ իրենց առջև եղավ այդ այլընտրանքը մեռնելու թե ապրելու բարոյապես մեռնելով, իրենք գերադասեցին մեռնել։ Եվ հետևաբար իրենք հզոր մարդիկ էին, այդ կանայք, այդ երեխաները, այդ տղամարդիկ, որոնց զինաթափեցին ու տարան անապատները մաս-մաս ոչնչացնելու, բայց նրանց բոլորի առաջ եղավ այդ երկընտրանքը, կարող էին իրենք հրաժարվել հայությունից եւ ապրել։ Դեպքեր եղել են, բայց նրանք չնչին փոքրամասնություն են եղել։ Հիմա ոմանք ասում են, որ հրաժարվեին, ապրեին, երկիրը պահեին։ Հրաժարվող ապրողներից որևիցե մեկը երկիրը չի պահել։ Պահել է իր կյանքը։ Նույնը համշենցիները, ինչքան համշենցիների պարագան շատ ուռճացվում է այսօր, փառաբանվում է, որ բայց համշենցին հայրենիք չի փրկել, համշենցին փրկել է իր ունեցվածքը։ Դրանք տարբեր բաներ են։ Փրկել ունեցվածք եւ փրկել հայրենիք, դրանք տարբեր բաներ են։ Եվ ուրեմն հայոց ցեղասպանության ողբերգությունը միայն այն չէ, որ մարդիկ են զոհվել։ Մենք հայրենազրկվել ենք։ Մեր ցեղասպանությունը հայրենազրկում է, եւ հայրենազրկումը ավելի մեծ ողբերգություն է, հա, քան թե ցեղասպանությունը։ Հիմա ես որ ասեցի, ոմանք կասեն, ես ինչ ասում, մարդկային կյանք ամենաթանկն է, իհարկե մարդկային կյանք ամենաթանկն է, բայց ազգային կյանքում, ազգի կյանքում կարևորը հայրենիքի փրկությունն է։ Մեր ցեղասպանությունը ծանրանում է այն հանգամանքով, որ ցեղասպանությունը իբրև հետևանք թողնում է հայրենազրկում։ Այնքան ցեղասպանություններ են եղել աշխարհում, բայց այդ ցեղը մնացել է այդ տարածքում։ Այո, ինքը մեծ կորուստներ ունեցել։ Կոտորվել է ոչ իր հայրենիքում, այլ հрьяաներում։ Եվ գտել է հայրենիք մեկ ուրիշ տեղ, ինչպես հрьяաների պարագան, չէ՞։ Հա։ Մեր երևի ցեղասպանությունների մեջ միակ դեպքն է, ցավոք, հա, որ մեր ցեղասպանությունը իբրև հետևանք հասցրել է հայրենազրկման, տոտալ հայրենազրկման, որովհետև այն տարածքում ինչ որ ցեղասպանությունը եղել է, մի բան է դրավել, հայություն այսօր չկա։ Արևելյան Հայաստանում, այսօրվա Հայաստանում ինչու հայություն կա, որովհետև չի եղել ցեղասպանություն։ Չի եղել ցեղասպանություն։ Դրա համար կա, եթե ստեղ էլ լիներ, Աստված մի արասի, ստեղ էլ հայություն չէր լինելու։ Արցախում չկա, որովհետև տեղի է ունեցել ցեղասպանությունը, ինչ այսօր չենք համարում ցեղասպանություն։ Հա, այդտեղ արդեն նույնիսկ այդ մենք շատ դեպքերում այդ Սարդարապատի խորհուրդը հենց դրա համար մի քիչ լավ չենք անցալում, թե ինչի կարող էր բերել պարտությունը Սարդարապատը։ Ուրեմն ցեղասպանությունը որևիցե ազգին ոչ մեղադրելու, ոչ արդարացնելու խնդիր չի կարող հետապնդել։ Չեն ցեղասպանվում նրա համար, որ լավն են եւ դիմացինը վատն է։ Ցեղասպանվում են որոշակի նպատակի հետապնդման համար։ Եվ Թուրքի առաջ եղել է այդ
նպատակը մաքրել այդ տարածքը մաքրել հայությունից եւ իրենք այդ նպատակը իրականացրել։ Ու դրանպես կար այդ գաղափարը, երբ որ արդեն պարտվում էր առաջ համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիան, կան նաև այդ հեռագրերը, որ ուղարկում են պոլիս տարածքներից, արաբական շրջաններից, որոնք արդեն կորում էին եւ դուրս էին Օսմանյան վերահսկողությունից, որ կար գաղափար, որ ամրոց պետություն պետք է ստեղծել ու այդ ամրոցի հիմքը պետք է Արևմտյան Հայաստանը լինի։ Այսինքն իրենք իրենց համար նոր հայրենիք էին գծում եւ ասում էին, որ մեր հայրենիքը սա պետք է լինի, իսկ հայրենիքը պետք է իրենց ընկալված այդ նոր թուրքական հայրենիքը պետք է մաքրեր նախկին տերերից, այսինքն հողը շատ մեծ նշանակություն էր, բայց նաև այնուամենայնիվ կար նաև հայերի նկատմամբ այդ ազգային, չեմ ուզում ռասայական անվանեմ, չնայած այն ժամանակ ռասայական էին ավելի անվանում, ատելությունը, հայերը որպես մրցակցող ժողովուրդ, հայերը որպես մրցակցող Օսմանյան կայսրություն, շատ դեպքերում ավելի հաջողված, ավելի հարուստ, ավելի մոդեռնիզացված եւ ավելի վտանգավոր, այսինքն իմ կարծիքով ուզում եք ասել, որ սովորական տարրը ատում էր հային։ Կարծում եմ, որ նույնիսկ կենցաղային մակարդակում կար ոչ թե ատելություն, այլ այսպես մրցակցության զգացում, նախանձի զգացում, ստորադասության զգացում։ ընդ որ հիմա դա բոլոր ցեղասպանությունների մեջ այդ բանը շահարկվում է։ Գերմանացիներն էլ են նույն բանը արել, ռուսներն էլ արել են պագրոմների ժամանակ։ Տեղական բնակչությանը ընդամենը որ անգերագետ բնակչությունն է, կարող ես ընդամենը ասել, որ դու վատ ես ապրում, ես ինչի պատճառով։ Դու ինչ ես վատ ապրում, դու վատ ես ապրում, որովհետև քո հարևան հայը լավ է ապրում։ Կամ քո հարևան հрьяան լավ է ապրում։ Եվ ինքը չի խորանում այդ բոլոր հեղափոխությունները այդպես են լինում, էլի ցեղասպանությունները։ Ընդ որում իրանք իրավունք կունենային լավ ապրեն, եթե իրենք լինեին մուսուլման։ Վերջին հաշվով դա ուղղակի անհամատեղելի էր, որտեղ իրենց ընկալման մեջ մուսուլմանական կայսրությունում պետք է մուսուլմանը լավ ապրի, բայց կամ քրիստոնեական պետությունում պետք է քրիստոնյան լավ ապրի, բայց այստեղ իրենք օտար տարեր էին, մի պարագայում մեր պարագայում քրիստոնյաներ, իսկ հրեաների պարագայում հրեաներ, եւ այդ պարագայում դա ավելի անընդունելի էր։ Այսինքն դու կարող ես ներես դիմացինիդ, եթե ինքը այլ է, բայց երբ որ ինքը կրոնապես է այլ, դա աններելի, ճիշտ եմ պատկերացնում։ Որոշ իմաստով, այո, բայց այդտեղ ընդհանուր պատմական կոնտեքստը, մենք գիտեք, մեր պատմագրությունը, մեր պատմաբանությունը ցեղասպանության պատմական կոնտեքստը ոչ ուսումնասիրել է, ոչ ուզում է ուսումնասիրել։ Նամանավանդ այդ ֆոնի, ասենք, թե սուբյեկտիվ կողմը, հայկական կողմը։ Ինչու մենք հասանք 1914 թվականին այն վիճակին, երբ որ կարող էին մեզ ոչնչացնել եւ հայրենազրկել։ Ինչու մեզ չհայրենազրկեցին 19-րդ դարում, 18-րդ, 17-րդ, 16-րդ դար եւ այսպես շարունակ, չէ՞։ Վերջ-վերջո մենք թուրքական տիրապետության տակ ենք եղել քանի 100 Այն ժամանակ Օսմանյան կայսրությունը կայսրություն էր, ազգային պետություն չէր, երիտթուրքերը կառուցում էին ազգային պետություն, որտեղ ավելի եկան բոլոր ազգերի հավասարության սկզբունքով, լոզունգով, բոլոր ազգերը հավասար են, բոլոր օսմանյան քաղաքացիներ են, բոլոր օսմանյան քաղաքացիները հավասար են, չէ՞։ Եվ նոր սկսեցին հայերին բանակ տանել, օսմանյան բանակ զորակոչել իբրև հավասար քաղաքացի, քրիստոնյա։ Համաձայնությունը գործարկեցին պատգամավոր բանակ չէին գնում։ Զենք կրելու իրավունք չունեին եւ այլն, այսինքն լավ լոզունգներով եկան։ Բայց այդ լոզունգներից շատ կարճ է, շատ 1909-ի Ադանայի եղերնը արդեն այդ մասին վկայեց, թե ինչ է սպասում այդ լոզունգների ներքևում, լոզունգների հետևում հայ ժողովրդին։ Բայց հայ ժողովուրդը լուրջի չառավ, ինչպես այսօր լուրջի չի առնում։ Ու էլի գալիս ենք մեր Ուրեմն հարցը այն որ թուրքը դահիճ է, սա քննարկման ենթակա չի։ Այն որ իրեն թուրքը եւ թուրք տարրը ընդհանրապես վերից վար իշխանությունից մինչեւ ռամիկ թուրքը իրեն պահեց ճշնամաբար հայ տարի նկատմամբ, սա քննարկման ենթակա անգամ չի։ Հսկայական զանգվածային մասնություն է։ Բայց մեր կողմից, մեր անպատրաստները, մեր հասնել այդ հանգրվանին եւ անպաշտպան լինելը
Ինչով է պայմանավորված։ Ես այսօր հասել եմ այն համոզման, որ դա շարունակական սխալների հետևանք էր, որ տեղի ունեցավ 1890-ից հետո կուսակցական հայ կուսակցականների գործունեության մեջ։ Այսինքն էլիտայի խնդիրը։ Դե կուսակցականը նախ էլիտա չի, բայց իրեն էլիտա համարեց, հա, եւ էլիտա համարելով խորդակեց ամբողջ մի ազգ։ Հիմա երբ որ սա ասում եմ, ոմանք մեկնաբանում են, ինչ է լռեին, շարունակեին լռել։ Տղա ջան, քանի դեռ դու չես կարող հաղթել, լռելը իմաստություն է։ Ապուշ լեզվին տալի ինչ հիմա իմաստուն, երբ որ գիտես, որ դրա դիմաց բնաջնջվելու ես, այսինքն դա հերոսություն է։ Եվ դրա համար ես ասում եմ, ես վերջին շրջանում եմ սկսի դա ասել, ի վերջո այս ամեն ինչի այն ինչի մեջ որ մենք այսօր, հա, իմ խորին համոզումը է նա, որ հայ եկեղեցին երբ որ 1890 թվականին գործեց մեծագույն սխալի իր պատմության մեջ, ուրիշ ոչ մի մեծ սխալ չի գործել, քան 1890 թվականին, երբ որ տերակատարությունը զիջեց կուսակցություններին, երբ որ ազգի կառավարումը հանձնեց կուսակցականներին, վստահեց ազգի կառավարումը կուսակցականներին, այստեղ եւ այնտեղ, այսինքն արևմտյան եւ արևելյան Հայաստաններում։ Եվ ընդամենը 30 տարին բավարար եղավ մեր կուսակցականներին, որպեսզի Հայաստանը վերանա իբրև գոյություն եւ մնա ինչ-որ մի ռեզերվացիա, որը մենք անվանում ենք այսօր հաբարդությամբ խփում ենք կրծքներին իբրև ռեզերվացիա։ Որը պատկերացնեք Նավախո օրինակի համար ցեղախումբը հնդկացի Նավախո։ Իր ռեզերվացիան 60,000 քառակուսի կիլոմետր։ Չգիտեի հետաքրքիր։ Այսինքն Նավախոյի ռեզերվացիան կրկնակի մեծ է մեր Հայաստանի Հանրապետությունից։ Իսկ մենք 5000 տարվա ազգ ենք։ Ուրեմն 5000 տարվա ազգը քաղաքակրթություն ստեղծած ազգ այսօր հբարդանում է 30,000 է չի, բայց ասենք կլորացնենք 30,000 քառակուսի կիլոմետրով է հբարդանում։ Հբարդությամբ խփում է իր կրծքին։ Դի ամոթից գետինը մտներ, հասկանում ես։ Ամոթից գետինը պետք է մտնի։ Երբ որ դու 5000-վա այս տարածքի բնիկ ժողովուրդ, բնիկ ժողովուրդ, դու այսօր հասել ես այստեղին։ Եվ դու ասում ես, որ պետք է մոռանալ անցյալը։ Եթե պետք է մոռանալ անցյալը, ուրեմն թուրքը իրավացի էր։ Դու իրավունք չունես թուրքին տայի չհամարել։ Ինքը իր երկրի համար կատարել է ճիշտ քայլ։ Եվ փրկել է իր տարածքը իր թուրքական տարրի համար։ Դու վերջը պետք է կողմնորոշվես, դու ինչ ես ուզում, այս կյանքից իբրև հայտ տար ինչ ես ուզում։ Համ թուրքը դահիճ է, բայց դու համաձայնես այս 30,000-ին։ Ուրեմն եթե համաձայնես այս 30,000-ին, թուրքը դահիճ չի։ Եթե թուրքը դահիճ է, դու չես կարող համաձայնվել այս 30,000-ին։ Իսկ արևմուտքի այլ ընտրանքը դա է, հաշտվիր պատմության հետ եւ հաշտվիր այս 30,000-ի հետ եւ ապրի երջանիկ դուշտ։ Ուրեմն ողբերգությունը ցեղասպանության մեջ ոչ թե որ գնացին գառների նման մորթվեցին, ուրիշ այլ ընտրանք չունեին, բայց այդ մարդիկ իրենց հայկական ինքնությանը չդավաճանեցին։ Դավաճանությունը եղավ հետո։ Հասկանում ես 15 թվականից հետո, երբ որ եղան այդտեղ հայեր, որոնք ասին հարցը լուծված է հայկական հարցը։ Հայկական հարցը այլևս գոյություն չունի։ Հայեր էին ասողներ, հայ կոմունիստները։ Հայկական հարցը այլևս գոյություն չունի։ Հայ ժողովուրդը պետք է իր ապագան կառուցի այս սովետական Հայաստանի տարածքում։ Չէ՞։ Եվ այդ հաշտվողները ավելի մեծ մեղք գործեցին, քան թե նահատակվողները։ Հիմա դուք եւ մենք ուզում ենք նահատակների վրա բառնալ այդ մեղքը։ Այդ մեղքը վերապրողներինն է, որոնք չունեցան ամբիցիա, չունեցան հավակնություն, չունեցան մոտիվացիա, հա, այն տարածքը, որ հայկական արիալինների բնե վերադարձնելու։ Այլ ասեցին եղածը եղած է, հայ մա եղել է, հայգեք հեսա լավա գոնե Գյումրին չհանձնեցինք, հա, սկանով բավարարվենք։ Եվ դենց ապրեցինք 70 տարի։ Հետո ինչ որ մի արթնացանք, Արցախ հետ վերեցինք, հետո ասինք չէ,
Արցախն էլ մերը չէր։ Ուրեմն մենք ավելի այս վերջին սերունդները ավելի մեծ մեղք ենք գործել պատմության եւ ազգի եւ հայրենիքի առաջ, քան նահատակվողները։ Ես ինչի համար այս ամբողջ բանը տարա, դրա համար որ այդ ամբողջ զանգվածը, որոնց ցույց են տալիս երբեմն, բայ երկու ասկյարով տարան։ Կարող է մեկ ասկյարով էլ տան։ Շատ Պետական մեքենայի դեմ անձեն մարդը ոչ մի բան չի կարող անել։ Տեսեք սովետական պետությունը չեչեններին է արդակսել Չեչնիայից։ Չեչեններից առնախում ժողովուրդ կա։ Չեչեններն էլ թալիբանների նման ժողովուրդ են։ Չեչեններին է կարողացել ցեղասպանության ենթարկել սովետական կայությունը, ուղարկել է ամբողջ Միջին Ասիա Չեչնիայից։ Եթե չեչեններին կարողացել են ուրեմն արդակսել, հայերին ինչու՞ չկարողանային արդակսել Օսմանյան կայսրությունը։ Ուրեմն եթե կայսրությունը ելնում անձել ժողովրդի դեմ, իհարկե քաղաքտի է, ինչի մասն է խոսքը։ Այդ որ անձել ժողովուրդն է, որ բայց այդ անձել ժողովուրդը ունի իր ինքնությունը ժխտելու հնարավորություն, ունի իր ինքնությունը պահպանելով նահատակվելու հնարավորություն։ Եվ դրա համար ես նաև դրա հաջորդ բանն եմ ասում եմ ինչու ասում եմ հետո այդ զոհվածներից հետո ինչու մենք եղանք այսպիսին, որովհետև այստեղ էլ ես փոքրիկ հիպոթեզ եմ առաջ քաշում վարկած, ասում եմ որովհետև ովքեր փրկվեցին ցեղասպանությունից, ճարպիկները, հասկանում եք, ճարպիկները, որոնց համար սկզբունքը կարևոր չէր, որոնք սրանք կարող էին ասել, հայ ես իսլամ դարձա, մյուսը կասի ինչով ասել, որ իսլամ եմ, մեկին կարող են ասել բանը Արցախը Ադրբեջան է եւ վերջ, հետո գային հայերի մեջ ասեին Հայաստան է եւ վերջ։ Այդպիսիները փրկվեցին եւ այդպիսիները բազմացան, իսկ սկզբունքայինները զոհվեցին։ Բայց նաեւ դիմադրեցին, չէ՞։ Դիմադրությունը հիմա այսեք ինձ համար բացարձակապես փրկվողների մեծ մի մասն էլ դիմադրողների միջից էր։ Բացարձակապես ինձ համար արժեք չունի։ Ինչի՞։ Որովհետև երկիրը չպահվեց։ Այդ դիմադրության ոչ մի օջախ Հայաստանի Հանրապետության մաս չի կազմում։ Դա քիչ։ Ուրեմն ինքը իր նպատակին չծառայեց կամ այդպեսին չէր նպատակը։ Ընդամենը մարդկանց կյանքի փրկությունն էր նպատակը։ Ոչ մի ինքնապաշտպանություն, ոչ մի ինքնապաշտպանական օջախ այսօր Հայաստանի կազմում չի։ Ես դրա համար ասի Արցախի անկումից հետո ասի կանցնի մի 30 տարի, հետո կսկսենք հպարտանալ, որ Արցախում եղել է դիմադրության շարժում, 30 տարի Արցախում եղել է պետականություն, սրանով կհպարտանանք, բայց հպարտանալու բան չկա։ Հիմա տեսեք, հպարտանում ենք մենք դիմադրություն, ինչ կա հպարտանալու դիմադրության, որը արդյունք չի ունեցել։ Բայց այդ մարդիկ որ կռվում են իրանք չգիտեին որ դա մեծ հաշվով արդյունքություն։ Բայց պատմական պաստարի, լայն պաստարի վրա նայելով այդ դիմադրությունը իր նպատակին չի ծառայել եւ չի ունեցել արդյունք։ Վանեցիները կռվեցին, վանեցիները կռվեցին, հաղթեցին, այն նարին հետո էլ քաշվան Պարսկաստան։ Բայց կռվում էին ոչ թե Պարսկաստան քաշվելու համար, այլ երկիրը պահել։ Այլ բան որ ես ձեզ մի փոքրիկ օրինակ տա։ Ես երբ որ տարիներ առաջ Սեբու Սրբազանի հետ գնացինք Մարդին, ապոց Արևմտյան Հայաստան Կիլիգիաման եկանք, Թուրքիա, այսօրվա բանով Թուրքիա։ Ման եկանք, հասանք մինչև Մարդին։ Դե Մարդինի հայերը գիտեք, լրիվ կաթոլիկացան լրիվ էլ երևի սպանվեցին իրենց առաջնորդ Իգնատիոս Մալոյանի հետ, որը սրբացրեցին։ Բոլորը կաթոլիկացան, բայց այդ կաթոլիկությունը իրենց չփրկեց։ Իրենք այդ հույսով էին, որ պիտի փրկի։ Հիմա երբ որ Մարդինում էինք, տեսանք, որ կան մեծ թվով ասորական վանքեր, պայծառ, շեն, բարեկարգ, գործող Թուրքիայի տարածքում եւ եպիսկոպոսներ, այնտեղ նույն Մարդինում մի քանի թեմ, ասորի եպիսկոպոս։ Այո, Մարդինի թեմ, Միդիատի թեմ, չգիտեմ ինչի թեմ։ Եվ միտից պայծառ շենշող, մենք չունենք այդպիսի շենշող վանք։ Մենք Հայաստանի Հանրապետությունում նման վանք չունենք։
Եվ ուխտատեղի ասորիները որ գալիս են, իսլամներ են գալիս, այցելում են։ Բայց մշտական բնակչություն չկա, չէ՞ ասորը։ Չեն դեռ ասորիներ կան, դեռ կան։ Եվ բավական կան։ Բավական ասելով մեծամասնություն չեն։ Հա։ Ուրեմն նստած են երեկոյան, ես եմ Սեբու Սրբազանը հանմությալ եւ տեղի եպիսկոպոսը ասորի։ Եվ Սրբազանը հարցրեց, ասեց Սրբազան ասեց. Սեիդնա։ Բարով իրենց ձևով ասեց. Ոնց եղավ, որ մենք չկարողացանք պահել այս մեր վանքերը բաները եւ դուք պահեցիք։ Բայց ասորիներն էլ են ցեղասպանության ենթարկվել 15 թվին։ Նույն ձևով։ Ձեզ ինչ պատասխանեց այդ Սրբազանը։ Ասեց, դուք չվերադարձաք։ Տկշկիր է։ Հասկանում ես։ Դուք չվերադարձաք։ Իրենք վերադարձան։ Իրենք աչքի առաջ ունենալով այն հայրենիքի հասկացողությունը չունեին ասում։ Մինչև հիմա էլ չունեն։ Գնալու տեղ չունեին երևի նաև։ Ինչի՞։ Սիրիայում էին, դեր զոր, մեր զոր, իրանց Սիրիա, անունն էլ Սիրիա է։ Հա։ Ասում են դուք չվերադարձաք։ Մենք վերադարձանք։ Աչքի առաջ ունենալով հերթական վտանգը, հերթական ցեղասպանությունը բանը, մարդիկ վերադարձան։ Հայերը չվերադարձան։ Ոչ միայն չվերադարձան, այլ նաև այն բեգորները, որ կային, որոնք փրկվել էին ցեղասպանությունից եւ դեռ մնացել էին, ամբողջ արևմտյան Հայաստանի տարածքում մնացել էին, բեգորներ կային։ Հա։ Նրանք էլ գաղթեցին։ Ուրեմն մեզ համար հայրենիքի հասկացողությունը այն ժամանակվանից թուլացած է մինչև հիմա։ Իսկ ում մոտ է որ հայրենիքի հասկացողությունը եղել է եկեղեցու։ Նույնիսկ կուսակցականների համար հայրենիք հասկացողությունը վերացական հասկացություն է։ Ծապլվար, ասում է ծապլվարում միսիաս կատարեցի, գաղափարը ծապլվարը կործանվեց, բայց գաղափարը մնաց, չէ՞։ Այդպես չի ասում։ Հա, բայց նաև պետական ճնշումներ է, հայերի նկատմամբ շատ ավելի մեծ է ճնշումը, քան ասորիների։ Լավ։ Նույն 20-ականների հայերին, լավ, սիրելիս, բայց արևելյան Հայաստանում ինչու կորցրիք Արցախը եւ Նախիջևանը։ Ինչու կորցրեցիք Կարսը։ Ինչու կորցրեցիք։ Ինչու նույնիսկ արևելյան Հայաստանը չկարողացաք փրկել։ Ստեղ էր թուրքը մեղավոր։ Չէ, բայց այդ հայրենիքի զգացումը մի քիչ Ուրեմն հայրենիքի զգացողության թուլացումն է, որ բերում է մեզ ողբերգության, ոչ թե սրա զոհվելը կամ նրա չզոհվելը։ Սրա կոլաբորացիոնիզմը կամ նրա հերոսությունը։ Ես հիշում եմ, երբ որ 18 թվականի հոկտեմբերին Մուդրոսի զինադատարն է կնքվում եւ բրիտանական զորքերն են գալիս, ֆրանսիական զորքերը Կիլիկիայում, բրիտանական զորքերը որոշ շրջաններում տարածքներ էին գծել, որից այն կողմ հայերին ուղղակի չէին թողնում բրիտանացիները, որտեղ ասում էին դեռ արդեն թուրքեր են ապրում, հայերը կգան, բախումներ կլինի, մեզ է պետք է մեր անդարտ գլուխը դնենք հիմա փորձենք հասկանանք ով է ճիշտ ով է սխալ։ Բրիտանացին ով էր։ Հա, ու կա մի հետաքրքիր զեկուցագիր կա, որ գրումը ասում է մենք զորքով պահում ենք, այս մարդիկ գալիս են ու մի հատ շատ հետաքրքիր ֆրազ ունի, որը մի քիչ ձեր ասացին ուզում եմ հակադարձեմ, ինքը գրում է այս ժողովուրդը անհաղթահարելի հայրենիքի զգացում ունի։ Ասում է մեր զենքը չի կարողանում իրանց պահել, իրանք հետ են գալիս, ասում է ուզում են գնանք մեր ավիրված գյուղերը։ Ասում ենք ասում ենք մենք ձեր ստեղ վրանային քաղաք կստեղծենք ավելի լավ պայմաններ, ասում են չէ, մենք մեր ավերված գյուղերն ենք ուզում գնանք։ Ասում ասեմ մի քիչ բան չի ամբողջը դուք շատ եք վստահում այդ պաթոսային Դե բրիտանացի է գրել, հայ չի գրողը։ Հա բրիտանացին ինչ պիտի իմանա, էդի հայը էդի ասում է պաթոսով, թե ասում է բարձրապես իսկապես գալիս էին։ Ուրեմն լեփլեցուն ռեպորտաժներ կային, չէ, ամբողջ համացանցը եւ հեռուստատեսությունը ողողված էր ռեպորտաժներով արցախցիների, որ կմեռնենք չենք ելնի, չէ։ Էլան չէ, եւ ճիշտ էր որ էլանն է, չէ, ես չեմ մեղադրում, ասում, հա, բայց այն որ մարդը ասում է կմեռնեմ չեմ ելնի, Քարվաճարում չէ կային մարդիկ, որ էսա տունս վառեմ, ես տեղից դուրս չեմ էլ կարող։ Ով եղավ, Նիկոլը ով եղավ, որ հանձնի իմ փողը բանը, բայց հանձնեցին, դուրս եկա։ Ուրեմն մեծ խոսալ պետք չի։ Հասկանում ես, իսկ մեծ խոսալով էլ առաջնորդվել պետք չի։
Այդ մենք այդ նույն բրիտանացի եւ մենք էլ շատ հաճախ այդ պաթոսային խոսքերը, որ գալիս են ասես պատում, մենք ուզում ենք բան եւ այլն, հայերենք ընդունում են իբրև իրականություն, այդպես չէ։ Այդպես չէ։ Շերբազան մի Հիմա տեսեք Մուսալերը, երբ որ 39 թվականին հանձնում էին, 7 գյուղերից 6-ը գաղթեցին։ Մեկը մնաց։ հա Չէ։ Կեսավ մնաց։ Չէ, Մուսալերը, Հա Վագը Վակև գյուղը, հա։ մեկը մնաց, մեկը չգաղթեց, ասեց ինչ էլ նոմալնի։ Հա։ Եվ մնաց, եւ կա առ այսօր կա։ Այնց չի որ հայ աման գիտի մեծ ձեռքբերում է, հա։ Բայց եթե 7 գյուղը մնային, այսօր 7 գյուղ կունենայինք։ Եթե 1000 գյուղը մնային, այսօր 1000 գյուղ կունենայինք։ Ուրեմն այդ կուսակցությունները, որոնք ձեռք էին զարգել ազգի ղեկավարման, այդ բոլոր հարցերը պետք է հաշվի առնեին եւ ցանկացած բանի լուծումը պետք է ունենային։ Բայց երբ որ դու գնում ես նույնիսկ պարլամենտ պլան B չունես, Շերբազան մի սուր հարցել եմ ուզում տամ, այս հարցը չգիտեմ։ Շատերը նաև եկեղեցուն են մեղադրում։ Ասում են միջև ցեղասպանություն ասին հնազանդ պետք է ենթարկվենք պետությանը, այդպիսի մեծ կայսրությանը, այդպիսի քարոզք ներեք, ցույց եկեք դրա մասին։ Ուրեմն 1870 թվականին 70-ներ թե 71 էր պատմաբան է Սաբրին Որը Բերլինի կոնգրեսը 1878-ին 78 չէ 77-78-ին ա եղել պատերազմը 78-ին Բերլինի կոնգրես Բերլին կոնգրես, հա 1878-ին Խրիմյան հայրիկը որ պատվիրակությամբ, հա 78-ն է լավ կներեք հա չէ հա ուրեմն 1878-ին Բերլինի կոնգրես գնաց Խրիմյան հայրիկը որ Խրիմյան հայրիկ չէր այդ ժամանակ ոչ կաթողիկոս էր ոչ էլ պատրիարք գնաց եւ վերադարձավ ինչ ասեց զինված ապստամբության կոչ արեց զենք սիրեք հա բայց իրեն նստեցրեց սուլթանը նստեցրեց չէ բանդարգեց իսկ ձեր արջև նստած ինչի համար է բանդարգվել ազատ անկախ Հայաստանի Հանրապետությունում բայց ես եկեղեցու մեղքը դες ասի եկեղեցին մեղավոր է նրանում որ 1890-ին զիջեց կուսակցականների ճնշմանը եւ ասեց ահավասիկ դուք ղեկավար եք մենք սխալ ենք ղեկավարը ասենք թե Լեոն ասում է կանացի ազգեստ դիվանագիտություն մենք ձեր ասած այսպես ասած ասում ենք խելոք բաման լուրման ձեմի անեք բամի անեք մենք սխալ ենք դաստիարակի սխալ ենք բայց պահել ենք Բաքվից մինչև Ստամբուլ դա ոչ մեկը չի կարող ուրանալ որ պահել ենք Բաքվից մինչև Ստամբուլ Բաքվից մինչև Ստամբուլ եղել են հայկական գյուղեր իսկ գյուղը դա ամենակարևոր բանն է քաղաքային բնակչությունը այդքան կարևոր չի ինչքան գյուղական բնակչությունը որ գյուղական բնակչությունը օրինակված հա էս իմ հողն է քաղաքային բնակչությունը ունի ունեցվածք բայց հող չունի գյուղական բնակչությունն է որ ունի հող տարածք ուրեմն չեք կարող հրաժարվել այն իրականությունից որ հայ եկեղեցին հնազանդության մեջ ստրգության մեջ չգիտեմ ինչի մեջ դժվարության մեջ կեղեքումների մեջ պահել է հայ ժողովրդին Բաքվից մինչև Ստամբուլ այսինքն հայկական արիալը նույնիսկ մի բան էլ ավել հա տարածված է եղել եւ հայերը ապրել են 1890-ին եկել եք լուսավոր փողկապով օսլայած օծիկներով որ հոգեվորականներ օսլայած օծիկ տեսի խեղճերը եկել եք ասել եք քաշվեք ձեր ասած սխալ եք դուք պահում դաստիարակում ղեկավարում այս ժողովրդին մենք ենք եկել մենք ենք եւ եկեղեցին տարել այդ ճակատագրական սխալը ասել հա դու մենք էլ ենք սպասում ենք հա մենք այնքան գործ ունենք անելու իբրև հոգեվորական եկեք դուք քաղաքական հարցերը լուծեք մենք գնանք կրոնական հարցերով զբաղվենք արտյունքը հա բայց ուրեմն այն մեր դաստիարակության դարերի ֆլանի բանը մեզ վրա մի փաթաթեք մենք մեր ծրագիրը եղել է մեր առաքելությունը եղել է ազգին պահել իր տարածքում եւ իր ինքնությանը հավատարիմ երկուսն էլ կատարել են գերազանց եւ տարածքներ պահել եւ ինքնությունը
30 տարում կուսակցությունները այլանդակել են, վարի են տվել եւ հայրենիքը, եւ տարածքը, եւ ինքնությունը։ Եվ ինքնությունը։ Սա է իրականությունը։ Եվ հիմա նույնը կրկնվում է։ Եվ հիմա 100 տարի հետո նույնը կրկնվում է։ Այսօր եկեղեցին ոտքի է կանգնել, ուզում է ինքնությունը պահպանել եւ պահպանել տարածքը, այն տարածքը, որը անըմբռնելի կերպով հանձնվեց։ Հայաբնակ տարածքը հանձնվեց։ Ոչ հայաբնակ տարածքների հանձնումը կարայինք ասենք լավ, բայց հայաբնակ պատմական 5000-ամյա հայաբնակ տարածքը Գանձասարով, Ամարասով, Դադիվանկով եւ այլնով հանձնվեց իբրև բնիկ Ադրբեջանական։ Եվ հայ եկեղեցին ըմբոստանում է։ Եվ հայ եկեղեցին մեղադրվում է։ Եվ հայ եկեղեցականը բանդարգվում։ Խրիմյան հայրիկը չբանդարգվեց։ Հեղափոխության զինված ապստամբության կոչ անելու համար չբանդարգվեց։ Ես իբրև թե ռազմական հեղաշրջում կոչ անելու համար բանդարգվեցի եւ դեռ գուցե բանդարգվեմ։ Ուրեմն հայ եկեղեցին մի մեղք է գործել, մեծ մեղք եւ մեծ սխալ։ 1890-ի զիջումը։ Ուրիշ ոչ մի սխալ հայ եկեղեցու կողմից տեղի չունեցել։ Մնացած այն ինչ որ ասում եք հնազանդության մեջ բաներ, բերեք այդ քարոզները կողեք մեր աչքը, որտեղ մենք հնազանդություն ենք քարոզել։ Բա հնազանդություն քարոզող ինչ պիտի գնալ հայկական դպրոց բացել։ Այնա թուրքացեք վերջանակ, կլինեք թուրք քրիստոնյա, նորմալ է։ Ինչի թուրք քրիստոնյա չի լինում։ Գագաուզները թուրք քրիստոնյա չեն։ Գագաուզները թուրք քրիստոնյաներ են։ Հակալիկ Թուրքիայում, թուրք քրիստոնյա փոքրամասնություն, թուրք առաքելական եկեղեցի։ Բայց մենք պահել ենք եւ տարածքը, եւ օդար տեղերում ենք պահել, Լեհաստանում ենք պահել, Եգիպտոսում ենք պահել, Ղրիմում ենք պահել, եւ Երուսաղեմում ենք պահում առ այսօր։ Այսօր մենք Երուսաղեմում ունենք պետություն, որը դուք չունեք, այսօր Հայաստանում չունեք։ Լեհաստանի օրինակը իհարկե ամենատպավորիչն է, որ համայնքը ձուլվեց, երբ որ զիջումներ արեց կաթոլիկ եկեղեցուն, դա քրեստոմատիկ օրինակն է, որ միշտ Ուրեմն հայ եկեղեցին չի առաջնորդվել, չգիտեմ ինչ դիվանագիտական խելքով, բանով, որովհետև չեն ունեցել խելք հոգևորականները կրթություն, Փարիզում չեն սովորել, Լազարյան ճեմարան չեն ավարտել, բայց իրենք մեկը մյուսին փոխանցել է ինստիտուցիոնալ հիշողությունը վերաբրելու եւ սпасելու պատշաճ եւ հարմար պահի։ Եվ առաջին համաշխարհային պատերազմը պատշաճ եւ հարմար պահն էր, բայց քանի որ այդ պատշաճ եւ հարմար պահին հայ եկեղեցին չէր գլուխ ժողովրդի, եղավ հակառակը։ Սա է իմ պատմաբանական վերլուծությունը։ Ուզում են համաձայն լինեն, ուզում են համաձայն չլինեն, թող շարունակեն իրենց պատմագրական վերլուծությունը, որ մենք լավն էինք, դրա համար մեզ կոտորեցին։ Արում ենք իհարկե լավն էինք։ Հա, դե ամեն Բայց մեզ կոտորեցին միայն լավը լինելու համար։ Բայց մեզ կոտորեցին, որտեղ իրենց տարածք էր պետք, ինչը մեզ պետք չէր։ Չի ասի որ պետք է Փանջունի օրինակը դասական օրինակ է։ Փանջունին ինչ է, ներկայացնում է կուսակցականին է, չէ՞ ներկայացնում։ Ինչ ճշգրիտ, ինչ գեղեցիկ, ինչ հստակ։ Բայց ի վերջո այդ նույն տարածքի բնակչությունը, այդ նույն գյուղացիները, որ ապրում են այդ տարածքի վրա, երկար տասնամյակներով կեղեքումների, հարձակումների, չգիտեմ, քրթական գյուղերի, թուրքական անօրինությունների պատրաստ էին ապրեն, իրենք չափազանցված, հա։ Ես նույնիսկ կներեք Օսմանյան շրջանը բերի, բայց մոնղոլներ են անցել, սելջուկներ են անցել, բնակչությունը մնացել է, այսինքն ասել որ եկեղեցի, որ եկեղեցին պահել է։ Հա։ Եվ եկեղեցու շուրջն է եղել ժողովուրդը։ Եվ այստեղ կարակ մեղադրեք որոշ իմաստով կոլաբորացիոնիզմի մեջ եկեղեցուն, որտեղ ցանկացած մոնղոլին էլ թաթարին էլ եկեղեցին զոհվելուց, ոչնչացնալուց 9 հոգու 10-ից 9 զոհելուց հետո 10-ից 1-ը գնացի, ասել ստոպ, ինչ արիք, բայց էսի մերն է։ Ահավասիկ քո նախքին
սուլթանի ֆերմանը, որ սա մերն է։ Հասկանում եք։ Եվ այդ եկեղեցու ինչը վանկերի շուրջը բաներ կան, գյուղեր կան, բաներ կան, ինչի՞, որովհետև վանկերի շուրջը եղել է որոշակի ապահովություն, որոշակի հնարավորություն, ապրելու հնարավորություն։ Ցանկացած հայի եթե հարցնես, իր տոհմի մեջ անպայման մի քահանա կա։ Որ հային ուզում եք հարցրեք։ Կամ պապն է քահանա, կամ պապի պապն է քահանա։ Ինչ է նշանակում սա։ Որ հայկական ինքնությունը պահպանվել է, ձեր կողմից սիրված, ձեր կողմից մշտապես քարգոծված, ձեր կողմից մշտապես հալածված, ձեր կողմից մշտապես մեղադրված եւ ցեղասպանության մեջ էլ մեղադրված, որի մեջ ինքը ոչ մի մեղ չունի, առաջին ինքն է զոհվել, հա, առաջին հոգեվորականն է զոհվել ցեղասպանության, այն հույսով նաեւ որ իր հոտը չի զոհվի, հա, բայց երբ որ հոտը մնացել է անգլուխ, բնականաբար հոտն էլ ցրվել է եւ զոհվել է։ Ուրեմն այդ եկեղեցու շնորհիվ եք մեկ հայի եւ դուք հայի, մենք հայ ենք։ Ես 1000 անգամ ասել եմ, որ ես հոգեվորական դարձել եմ դրա համար, որովհետեւ տեսել եմ, զգացել եմ, հասկացել եմ, եկան որ ես ուսումնասիրել, հասկացել եմ, որ միակ կառույցը, որ անշահախնդիր կերպով, անբացատրելի կերպով ծառայել իրեն հալածող ազգին, այդ եկեղեցին է։ Չէ, ընդունում եմ, բանալադ տարպես հայկական ինքնության Ուրեմն հայ եկեղեցու մեծագույն սխալը 1899-ին զիջելն էր։ Եվ ես ուրիշ բան էլ ասեցի, չէ՞ սորերին, ասի եթե Արցախում հայ եկեղեցին իրավասու լիներ հարց լուծելու, Արցախի ժողովուրդը կմնար Արցախ։ Արցախի հոգեվորականությունը կամ եկեղեցին, նա չասենք կոնկրետ Արցախի, չկոնկրետացնենք մարդկանցով, բայց եկեղեցին կգտներ ձևը եւ կերպը Արցախի ժողովրդին պահելու իր հայրենիքում, ինչպես գտել էր տարի շարունակ։ Բայց երբ որ դու ինքդ իբրև հայկական քաղաքական միտք պատրաստես դա զոհելու իբրև բալաստ, որովհետեւ հանգիստ ապրես, հայ եկեղեցին ինչ մեղ։ Հիմա 30 տարի հետո նոր սերունդը գալու է, մեղադրել է հայ եկեղեցին, հայ եկեղեցին ուր էր այն ժամանակ, երբ որ Արցախը հանձնում էին։ Բանտում էինք։ Ուր էինք։ Բանդում չէինք։ ցավոք սրտի այո։ Այդ հարցը միշտ ուզեցել եմ տալ սրբադասման խորհրդի մասին կուզենայի մի քիչ բացեք սրբազան։ Սրբադասվել են, ինչպես ասի ես, իմ խոսքի մեջ էլ ասի, սրբադասվել են այն զոհերը, ովքեր ունեին հնարավորություն ուրանալու եւ չուրացան։ Դրանք 10 հոգի են եղել, 100, 100,000, 1.5 միլիոն, դա միայն Աստված գիտի։ Ուրեմն մեր ժողովրդի մոտ այն պատկերացումը կա, որ բոլոր զոհվածները սուրբ են։ Անկան որ անվանական չի, կոլեկտիվ բան է։ Բոլոր զոհվածները սուրբ չեն։ Զոհված են նրանք, որոնց անուն Աստված գիտի, հա, ովքեր ունեին հնարավորություն իրենց կյանքը փրկելու ուրացմամբ, բայց իրենք գերադասեցին մահանալ իբրև հայ քրիստոնյա։ Նրանք սուրբ են։ Եվ սուրբ էին։ Այնպես չի, որ եկեղեցին սրբացրեց, եկեղեցին ճանաչեց նրանց սրբությունը։ Մենք կաթոլիկ եկեղեցի չենք։ Կաթոլիկ եկեղեցում պապ իշխանություն ունի որևիցե մեկին սուրբ հայտարարելու։ Մինչ այդ ինքը սուրբ չէ։ Սուրբ է դառնում, երբ որ պապն է հայտարարում սուրբ։ Օրթոդոքս եկեղեցում այդպես չի։ Օրթոդոքս եկեղեցին ուղղակի ճանաչում է այս ինչի սրբությունը։ Դա նշանակում է, որ ինքը սուրբ էր նաև միջև այդ։ Հասկացա՞ք։ Ուրեմն իրենք իրենց նահատակության պահից սուրբ էին եւ սուրբ էին նաեւ Աստծո մոտ եւ Աստծո համար։ Բայց 2015 թվականին հայ եկեղեցին, որովհետեւ բծախնդիր է հայ եկեղեցին ամեն ինչի մեջ, հա, 15 թվականին ճանաչեց այդ մարդկանց սրբությունը, ովքեր ունեին հնարավորությունը, քորքորենա չէ, չնահատակվեցին, կույր չնահատակվեցին։ Ոչ թե կողքին անձավ մեկը ասեց, էսի ոնց որ թե քրիստոնյա է ու խփել, չէ, դրա մասին չի վերաբերում։ Վերաբերում է գիտակցաբար զոհվածին, որ ուներ հնարավորությունը ուրացմամբ իր կյանքը փրկելու, բայց ինքը գերադասեց մեռնել։ Բայց ուրեմն այդ առումով ստացվում է որ հոգևոր տեսանկյունից դա հաղթանակ է, չէ՞, այսինքն երբ որ դու դրա համար ասում որ այդ մարդիկ հզոր մարդիկ էին։ Ես չասի։
Այսինքն սա նաև որոշակի Գառների նման մորթվել, այդ բոլոր ցավ գառների նման Փոխում է այդ ով կարող է գառի նման մորթվել։ Այդ որ մարդն է պատրաստ գառան նման մորթվելու, այդ ով։ Դրա համար քաջությունը պետք է ունենաս չէ մորթվելու համար, այդ մորթվել այդքան հեշտ բան է։ Գիտեմ, այդ ամբողջությամբ փոխում է էլի այս պատկերը մեր Իհարկե։ օպտիկան լրիվ փոխում է։ Իհարկե։ Ես դրա համար դեռ 15 թիվը չի, 2005 թվականն էր, երբ որ սուկ բան եւ այլն այլի անում էին ապրիլի 24-ին, ասի նանավանդ Արցախի հաղթանակից հետո ասի թարգեք ասի, վերջացրեք այս սուկը։ Այդ մարդկանց սխրանքը պանձացրեք, որ այդ մարդիկ պանձալի սխրանք են գործել։ Մենք 1.5 միլիոն հերոս ենք ունեցել, ովքեր անզեն իրենք հերոս են եղել։ Անզեն հերոս լինելը ավելի դժվար է, քան զենքով հերոս լինելը։ Այս հերոսի ընկալումը մեզ մոտ նույնիսկ ծրված է։ Ամեն ինչի ընկալումը մեզ մոտ ծրված է։ Ու դա շատ հետաքրքիր նաև էլի տեղավորում է մեր այդ խոսակցության սկզբին, երբ որ ասում ենք դիմադրություն կամ ինքնապաշտպանություն կամ հերոսություն, միշտ նկատի ունենք զինվածը, զենքը ձեռքով կռվելը, բայց փաստորեն այդ հոգևոր դիմադրությունը մենք մի տեսակ անտեսել ենք ու միշտ անտեսում ենք։ Եվ սխալ է։ Բայց երբ որ մենք այդ հոգևոր դիմադրությունն էլ ենք տեղավորում դրա մեջ, ստացվում է, որ եւ դիմադրության նպատակն էլ պետք է մի հատ հստակ մտածել, դիմադրության նպատակը ինչ է եղել։ Սեփական ունեցվածքը փրկել, թե հայրենիք փրկել։ Այդ պայ համար ինձ թվում է հայրենիքը սեփական ընտանիքը փրկել, թե ազգը փրկել։ Սրանք էական տարբեր մոտիվներ են։ Համաձայն եմ, բայց այնուամենայնիվ ես էլի մենք այս բանից 100-ամյակի հեռավորությունից ենք իրենց վրա նայում։ Իրենք ես գրեթե համոզված եմ, որ իրենք ուզում են այն հենց իրենք։ Նայեք։ Հողը եւ իրենց հայրենիքը։ Ցանկացած ֆիդայի հերոս։ Հա։ Ֆիդայի ու հերոս լինելը Գևորգ Չավուշ, Անդրանիկ, նրա որևիցե մեկի հերոս լինելը արձագանի տակ չի։ Հա, չէ, հասկանում եմ։ Բայց իրենց հերոսությունը իբրև արդյունք։ Հասկանում եմ, հա, հասկանում եմ։ Հիմա ես նաև էս էլ ասեմ ու վերջացնենք թերևս։ Ռանչպարների կանչի մեջ բանը կա, չէ, չոլոյի պահը կա։ Եվ որ գալիս են 37 թվին ձերբակալելու, հա, կինը հասցնում է աղանձ է լցնում, չէ, գերբանը, որ ճանապարհին, հա, եւ ճանապարհին այդ մեքենայով որ տանում են, արդեն անհետ կորցնելու, չէ, ձերքը տանում է գերբանից հանում է մի բուր աղանձ, ասում է, ամբողջ կյանքս տվեցի հայրենիքին, տագիշ մնաց մի բուր աղանձ։ Հիմա եթե ամբողջ կյանքը տվել ես հայրենիքին, տագը մնացել է մի բուր աղանձ, ստե ինչ որ մեկը մեղավոր է։ Կամ դու ինքդ կամ էլ այն հասարակությունը, որի համար դու կյանքդ պատրաստ ես եղել տալ։ Հիմա այդ նույն չոլոյի զգացողությունը ես ապրեցի, երբ որ ինձ տարա բանդախուց, որովհետև ես ոչ մի հանցանք չեմ գործել Հայաստանի Հանրապետության նկատմամբ եւ հայ ժողովրդի նկատմամբ, ոչ մի հանցանք չեմ գործել։ Կարող է Աստծո նկատմամբ բազմաթիվ հանցանքներ եմ գործել, բարոյական եւ ինչ իմանամ, հազար ու մի մեղքեր եմ գործել։ Եվ գործել եմ վստահաբար, ոչ թե կարող եմ։ Բայց հայ ժողովրդի նկատմամբ ոչ մի մեղք չեմ գործել եւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ ոչ մի մեղք չեմ գործել։ Շնորհակալություն, Սրբազան։ Խնդրեմ։